Գործընկերներ, Դաշնակցության մոտեցումը շատ հստակ է այս հարցի հետ կապված։ Մենք երբեք կարևորագույն խնդիրների առնչությամբ շոուներ չենք ուզեցել սարքել, ինչ-որ հատուկ PR նպատակներ երբեք չենք հետապնդել, եւ դրա ամենալավ ապացույցն այն է, որ այս հարցը մենք սկսել ենք հետապնդել դեռևս 2010 թվականից։ Եվ ուղղակի այն վերնագիրը, որ այստեղ դրված է, նույն վերնագրով 2010 թվականին Դաշնակցությունն առաջարկել էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ Եվ իսկապես Դաշնակցությանը դժվար է մեղադրել այդ PR ակցիաների մեջ, որտեղ մեր հիմնական խնդիրն իսկապես հարց լուծելն է։ Եվ եթե ինչ-որ հարթակ հնարավորություն առաջանում է այդ հարցը լուծելու համար, մենք չենք խուսափում մտնել այդպիսի գործընթացի մեջ։ Որտեղ շատ անտրամաբանական կլինի, ասենք, պահպանել այն մոտեցումը, թե ստեղծվում են հանձնաժողովները, որպեսզի հարցը փակեն, կոծկեն եւ այլն։ Կա այդպիսի ընկալում։ Ես չեմ դա հերքում եւ բավականին մեծ տեղ է բռնել այդպիսի ընկալումը մեր հասարակության մեջ։ Բայց եթե այդպես մտածենք, մենք ինքներս էլ չպետք է նախաձեռնենք հանձնաժողով ստեղծել։ Ընդհանրապես դա պետք է հանվի որպես այդպիսին գործիք ազգային ժողովի զինանոցից։ Ես դրան դեմ եմ։ Իհարկե, միշտ իշխանությունները, այն ուժերը, որոնք որ լինեն այս թևում, թե այն թևում, ուզում են ինչ-որ բան կոծկել, կարող է ամեն ինչ անեն, որպեսզի այդ աշխատանքները ձախողվեն եւ կոծկվի։ Դրա համար էլ հանձնաժողովը պետք է բալանսավորված լինի։ Դրա համար էլ հանձնաժողովը պետք է իսկապես հակակշռելիության եւ զսպման գործիքներ իր մեջ պարունակի եւ դրա ամենակարևոր ձևը ընդդիմության եւ իշխանության հակակշռելի վիճակն է, որ տեղի ունենա հանձնաժողովի մեջ։ Հիմա սրա հետ կապված տարբեր լուծումներ կան, բայց ամենակարևոր խնդիրը, որ ես կարևորում եմ եւ որպես ընդդիմություն մենք այս աշխատանքների մեջ մտնելու ենք ամբողջությամբ, վերաբերում է նրան, որ ոչ ոք մեզ չի խանգարում մեր աշխատանքները, ինքներս մենք մեր մասին ենք խոսում, տանել հնարավորինս լիարժեք, օրնիբուն աշխատել, օգտագործել ամենաթեթև հնարավորությունը, ավելի խորքային ուսումնասիրություններ կատարել այս ոլորտում առնչվող խնդիրների հետ, օգտագործել այս լծակը, որ ազգային ժողովը ունի, եւ փորձել ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվել մինչև հիմա եւ ինչ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի այս համակարգը իսկապես մեր երկրի, մեր ժողովրդին ծառայի։ Եվ այդ առումով մենք մեր աշխատանքների արդյունքներն էլ ամփոփելու ձևը գիտենք, ոչ ոք մեզ չի կարող մեր բերանը փակել, եթե մենք տեսնենք, որ եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը, այն եզրակացությունը, որը ներկայացվում է, իսկապես նպատակ ունի կոծկելու եւ ինչ որ բաներ թաքցնելու, մենք հատուկ կարծիքով հանդես գանք։ Ես հիշեցնեմ, այդպիսի դեպքեր եղել է մեր պրակտիկայում, նույն օրինակ մարտի 1-ի 2-ի հետ կապված հանձնաժողովը, որ ստեղծվեց, պարոն Նիկոյանն էր ղեկավարում եւ այլն։ Էլի եղան, ասենք, ուժեր, որ չմասնակցեցին այդ հանձնաժողովին, մտածելով, որ նույն ձևով ծածկադմփոց եւ այլն։ Բայց մենք մտանք, մասնակցեցինք եւ հիմա ես կարող եմ ասել, որ մենք շատ գոհ ենք, որ մենք մասնակցել ենք այդ հանձնաժողովին, որովհետեւ մենք մեր հատուկ կարծիքով ի վերջո ուղղորդել ենք նույն Եվրոխորհրդի բանաձևերը։ Ես հիշում եմ մոնիտորինգի հանձնաժողովում, որ ասում ենք եզրակացություն կա այս, բայց նաեւ կա հատուկ կարծիք այս ձևի եւ խնդրում ենք դուք նկատի ունենաք նաեւ փոքրամասնության տեսակետը։ Եվ այդ բանաձևերը, որ հիմա մենք նշում ենք օրինակ Եվրոխորհրդի, ես տող արտող կարող եմ բերել ձևակերպումներ, որոնք այդ նույն հատուկ կարծիքից այնտեղ ներառվել են։ Այսինքն ապարդյուն չի լինում աշխատանքը, եթե աշխատում ես, եթե ուզում ես իսկապես նպատակային գործ անել։ Եվ այստեղ մենք հենց այս հարցն ենք դնում։ Ինչպես անենք, որ այս հանձնաժողովը ծառայի իր նպատակին։ Մեր խնդիրը սա է։ Որ կա դրա հնարավորությունը, մենք համոզված ենք, որ կա։ Որքան էլ փորձեն նեղացնել, ինչ որ չափի մեջ պահել, սահմանափակել։ Միևնույն է, այդ հնարավորությունը կա, եթե անգամ փոքր ինչ հնարավորություն կա, մենք այդ հնարավորությունը օգտագործելու ենք մինչև վերջ։ Ինչ հարցեր լուծելու համար։ Մեր համար շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը իսկապես տեսնի, որ այս հանձնաժողովը ավարտեց աշխատանքները եւ այս ոլորտում իր համար առնվազն մի քանի կարևոր խնդիրներ լուծվեցին։ Առաջի գլխավոր հարցը սակագնի գոյացման հարցն է, որ իսկապես հարց է,
եւ ես դա վերել եմ դեռ 2010 թվականից ասել ենք, եղբայր, բացատրություն չկա։ Ինչու Մոլդովան, որ նույն վիճակն է, Գազպրոմը, նույն գերիշխող դիրք ունի, մարժան $55 էր այն ժամանակվա 10 թվի տվյալներն եմ ասում, կարող է մի քիչ փոխված լինի, ավելի թանկ առնում են սահմանի վրա, ավելի էժան վաճառում են սպառողին։ Ոնց է դա տեղի ունենում։ Եթե այս հանձնաժողովը այդ հարցի պատասխանը չտա, ուրեմն ինչ-որ մի բան իսկապես ուզում է կոծկել։ Այս հարցը պիտի պատասխանվի։ Այդ ոնց ուրեմն մոլդովացիք ավելի խելոք են, ավելի լավ են ղեկավարում իրենց այդ համակարգը։ Այո, իհարկե ավելի խելոք են, ավելի լավ են ղեկավարում, եթե կարողանում են $55 մարժայով այս համակարգում սակագինը սահմանել։ Ուրեմն խնդիր կա այստեղ։ Մենք այս խնդիրը հետապնդելու ենք հասկանանք, այդ ոնց ալում, որ մեր մոտ մարժան $200 է, ոնց ալում։ Թող բացատրեն մեզ։ Այստեղ արդեն մի քանի բաներ հնչեցին, պարոն Բագրատյանը շատ լավ ասեց, կապված նույն աշխատավարձերի հետ, որ տվեք հնարավորություն դնենք նորմալ աշխատավարձերի սանդղակ, որ այս դաշտում աշխատի այս նույն Գազպրոմը իրեն չհամարի գերիրավունքներով օժտված, եւ այս $50-60 կրճատեմ այդ սակագինը։ Այո, եկեք քննարկենք, հասկանանք, իսկապես, այդ ինչի են որոշել որոշ այրեր, որ իրենք ավելի խելոք են, քան թե ազգային ժողովը։ Ես կարծում եմ, որ այս ազգային ժողովը ունի այդ պոտենցիալը։ Ունի այդ պոտենցիալը եւ երկու դաշտում էլ ունի, ընդդիմության մեջ էլ, իշխանության մեջ էլ։ Ունի այդ պոտենցիալը, որ կարողանա իսկապես հստակ հարցերի լուծում տալ եւ ապացուցել նույն կառավարությանն էլ, նույն մյուսներին էլ, որ դուք սխալ եք անում, որ չեք համագործակցում ազգային ժողովի հետ։ Դուք սխալ եք անում, որ այսպիսի հարցերը լուծում եք ինքնուրույն, թաքուն, առանձին։ Եկեք ազգային ժողովը ձեզ կօգնի, ես երկրի ազգային ժողովն է։ Ինչ եք դուք համարում, որ ավելի հայրենասեր, ավելի նվիրված եք, քան թե գործադիրը, քան թե օրենսդիրը եւ ազգային ժողովի падգամավորները։ Մենք սա պետք է ապացուցենք։ Եվ իմ կարծիքով մենք այստեղ խնդիր ունենք ազգային ժողովի իսկապես դերակատարությունը մեծացնելու։ Եվ դրա համար մեր համար ողջունելի է, որ այս գումարման աննախադեպ առաջի քայլը կատարվում է։ Կատարվում է քայլ, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով եւ այդ լծակը ազգային ժողովն օգտագործի։ Այո, սա մեծ լծակ է։ Եթե մենք սրան միսվարյուն տանք, շունչ հաղորդենք, իրական դարձնենք, բոլորը կհամոզվեն, որ իսկապես ազգային ժողովին նախ չի կարելի անտեսել, մեկ, ոչ ոք մեզ չի կաշկանդում, մենք որոշենք ցանկացած հարցով ստեղծել հանձնաժողով եւ լուծումներ տալ։ Կհասկանան, որ այդ մի հատ լծակը, որը հնարավոր չի անտեսել, եւ ազգային ժողովը պետք է հաշվի նստեն։ Սա ամենակարևոր խնդիրն է, որտեղ այդ հակակշռելիությունը առաջացնենք գործադիր եւ օրենսդիրի մեջ եւ ազգային ժողովին վերադարձնենք իր իրական դերն ու նշանակությունը։ Սրա համար մենք պատրաստ ենք պայքարել անկախ նրանից, թե որ դաշտում ենք գտնվում, ընդդիմության թե իշխանության, որտեղ մեր համար կարևոր է պետական մարմինների սահմանադրությանը օրենսդերին համապատասխան լիազորությունների ամբողջական իրականացումը ապահովելը։ Սա այդ առիթն է, եւ այդ առիթը մենք չենք ուզում չօգտագործել։ Եվ ես կոչ եմ անում նաեւ մեր իշխանության ներկայացուցիչներին, ովքեր մտնելու են այս հանձնաժողովի մեջ, իսկապես տքնաջան աշխատենք եւ արդյունք տանք, որ երևա, որ այս հանձնաժողովը իսկապես աշխատեց, սակագները ճիշտ որոշեց, համոզիչ էին փաստարկները, ստիպեց, որպեսզի այդտեղ վերանայումներ անեն, կալորիականության խնդիրով այս ժողովուրդը չի հասկանում գազավառում թե ինչա վառում, դնենք այդ ամեն ինչը ճիշտ ընթացքի մեջ, վերադարձնենք ժողովրդին հավատը ինքնիր նկատմամբ եւ իր մարմինների նկատմամբ։ Եվ մյուս հարցը, որը կա, գործիքներ ստեղծենք, այո, մենք մտահոգություն ունենք, որ այս Գազպրոմին, այո, նորից անտեսելով, շրջանցելով ազգային ժողովը, տվել են գերլիազորություններ, մոնոպոլ դիրք են ապահովել այս Գազպրոմի համար։ Ստեղծենք գործիք, որ երկիրը կարողանա այդ մոնոպոլ դիրքի առաջացումը կանխելու եւ նրա չարաշահումը արգելելու միջոցներ ձեռք բերի։ Այսինքն մենք ինքներս այդ եզրակացությամբ այդ հնարավորությունը տանք։ Եվ ի վերջո, ով էլ լինի դրսից եկող Հայաստան ներդրող, մանավանդ Գազպրոմի օրինակով հասկանա, որ իրավունք չունի շրջանցել սահմանադրությունը, մեր օրենքները, մեր ստեղծած մարմինները, որոնք վերահսկելու են կոչված, որ այստեղ խոսում ենք, պարոն Նազարյանն էլ մի քիչ նեղանում էր, բայց մենք այդ էինք ասում։ Ես ուզում եմ, որ այդ հանձնաժողովը լավ աշխատի, իրական լծակներ ունենա։ Եթե ձեռք չի բերել այդ լծակները կամ մենք իրան այս լծակներից զրկել ենք այս կամ այն քայլով, վերադարձնենք այդ լծակները։
Մենք փոխենք վիճակը ընթացքում, չթողենք նորից կանգնենք փաստի առաջ, հետո ասենք, վայ, այս ոնց եղավ։ Եվ սրա հետ կապված ունենք ռազմավարություն ի վերջո, չէ՞ մշակված, ազգային ռազմավարություն, որտեղ մենք ասել ենք էներգետիկ համակարգը մեր ներքին անվտանգության հարցն է։ Պետք է այդ տրամաբանությունը, որը մենք դրել ենք այդ ռազմավարության մեջ, իսկ մեր բոլորի պարտավորությունն է ռազմավարությունը անխափան պահել, որտեղ երկրի հեռանկարային զարգացումն ապահովող փաստաթուղթ է, սա մենք մոռացել ենք ընդհանրապես։ Այդ ռազմավարությունը պահանջում է, որ մենք գազամատակարարման ոլորտը, որպես էներգետիկ համակարգի մեջ կարևորագույն ոլորտ, հասկանանք, տեսնենք, թե այդ ինչեր պիտի նա անի եւ ինչեր պիտի չանի, որպեսզի մեր ներքին անվտանգությունը էներգետիկ համակարգի առումով չխաթարվի։ Այս հանձնաժողովի գործն է, թե գործը չի։ Ես կարծում եմ, այո, գործն է։ Նա պետք է իսկապես լծակներ, գործիքներ ստեղծի, պայմաններ ստեղծի, որ իսկապես այդ մեր ռազմավարությունը, էներգետիկ անվտանգությունը կապված գազամատակարարման ոլորտի հետ նույնպես անխափան ընթացքի մեջ դրվի։ Սա է մեր մոտեցումը։ Ես իսկապես որևէ այստեղ հարց չեմ տեսնում, եթե մենք աշխատենք, իսկ մենք աշխատելու ենք ամբողջական, լիարյուն եւ եթե տեսնենք ինչ որ բան այն չի, մենք հանդես ենք գալու հատուկ մեր եզրակացությամբ եւ ինչ որ տեղի է ունենալու ներսում հանձնաժողովի այդ թաքունությունն իհարկե ես չեմ հասկանում, բայց ինձ ոչ ոք չի կաշկանդելու, որ ինչ որ պետքա ես ասեմ դրսում, ասելու եմ դրսում։ Հայ ազգային կոնգրես